Всё. Ողջույն, որ ուրեմն այսօր դու եկել ես, որպեսզի մենք անենք միասին ֆինանսական վերլուծություն։ Ուզում եմ մի երկու խոսքով պատմել ով եմ ես, ու ես Գոհար Երանյանն եմ, հոգեսոմատ, մեկ ուրիշ ես գրքի հեղինակ, 100-ից ավելի մեդիտացիա պրակտիկաների հեղինակ, ու աշխատում եմ մարդկանց հետ, օգնում եմ իրենց բարելավել իրենց կյանքի բոլոր ոլորտները, կլինի դա ֆինանսական, կլինի դա հարաբերությունների և այդպես շարունակ։ Ուրեմն այսօր տանթևը որոշել է, որ ինքը ուզում է ավելի շատ առաջնորդի, ազատվի իրավունք ֆինանսական բլոկներից և տեսնենք, թե ինչն է խանգարում իրեն հասնել իր նպատակներին։ Այս ինչպես միշտ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն այսօրվա եթերը եղել է այս ուղիղը լինում է համապատրաստից, մենք չենք պատրաստվել, ոչ ոք բան չենք արել, ու հանդիպել ենք այսպես սենց արագ, որպեսզի հասկանալ ինչու կարող եմ ես քեզ օգտակար լինել։ Շատ շնորհակալ եմ, շատ հաճելի է քեզ հետ աշխատելը, մենք իրար շատ աշխատանքներ ենք ունեցել ֆինանսականը, այն ոլորտն է, որ ինձ թվում է շատերին է պետք, ֆինանսական ոլորտի բարելավումները, ես հետ ինձ բացառություն չեմ, մնացած այն ոլորտները բարելավվեց, հասանք ֆինանսականին, այստեղ զգում եմ, որ հիմա ուզում եմ ավելի անկախանալ ֆինանսապես, առաջից հերիքում էր ինքանը, ինչքան ոնց որ ստացվում էր բլոգով, իմ մասնագիտական հոգեբանական այցից, ոնց որ հերիքում էր, բայց հիմա ուզում եմ ավելի ֆինանսապես անկախություն, ուզում եմ ավելի կայուն եկամուտներ, որ իմանամ ամսվա մեջ, որ ինչ-որ կայուն գումար է, այստեղ հասկացա, որ ինչ-որ չի գնում առաջ, ինչ-որ բան խանգարում է, ու իրականում ձեր շատ հետաքրքիր ինչն է խանգարում, հիմա այս են ուսում ցույցված տարված, որ պետք է պետք է մարդիկ և նայեն տեսնեն ինձ ինչն է խանգարում, ուզում եմ միասին բոլորս իմանալ, ինչն է այս խանգարում, ինձ է դա շատ հետաքրքիր, ու հենց այս հոգեսոմատիկայի հետաքրքրությունն է, որ դու ինքդ էլ չգիտես, հեսա ինչ ես բացահայտելու։ Ինչի է ընտրել ֆինանսական ոլորտը, որովհետև այս ոլորտը իհարկե այնպիսի ոլորտ է, որտեղ որ մենք շատ այսպես շատ խիստ անձնական տրավմաների չենք կպնում, ու կարելի է իրան շատ հեշտությամբ մատուցել նաև մարդկանց, ովքեր դիտում են, ում հետաքրքիր է իմանալ իրենց խնդիրների սկզբնաղբյուրները։ Դրա համար ես ընտրեցի այս ոլորտը ու տանթևը որոշեց, որ ինքն է ուզում մասնակցի, որովհետև արդեն բավականին ինքը ունի առաջընթաց։ Ուրեմն արի հասկանանք, թե դու ունես արդյունքում ինչ-որ գումար, որ ուզում ես հենց այդ գումարին հասնել։ Այո, չեմ մտածել, բայց հենց նոր որ ասացիր, օրինակ սենց մի 200-300 հազար մտքիս եկավ։ Շատ է։ Նայ, որպեսզի մենք հասկանանք արդյոք մենք ունակ ենք այդ գումարը աշխատելու, մենք պետք է նայենք, օրինակ անցած ամիսների ընթացքում, կամ տարիների ընթացքում մենք արդյոք ունեցել ենք փորձ նմանատիպ գումար աշխատելու, օրինակ ամսական։ Նայ, Այսինքն, երբ որ դեռ դեկրետային մամա չէի, բլոգեր չէի, հոգեբան չէի, աշխատում էի, այդ ժամանակ ունեցել եմ փորձ, նույնիսկ ավելին աշխատել, բայց վերջին ժամանակներում, երբ որ արդեն ինչ-որ կազմակերպությունում եմ աշխատում, այլ ինքս պետք է գումարը բերել եմ աշխատել, այս փուլում չի եղել։ Շատ լավ։ Վերջին աշխատած եթե ամսական նայենք, դու կարող ես այդ չբարձրացնել, արդյոք ինչքան ասիչում էր քո պատկերացում։ Ինչու, դες բարձրացնելն է, դες անկարգեն ասեմ, անցած ամսվա երևի մոտավորապես մաքսիմում 60,000 սով մանր չմարշուն ժամանակ։ Ինչքան ժամանակ ես պահել այդ 60,000-իշ։ Օրինակ 3 ամս էլ որ ստաբիլ 60 չկա, որտեղ շատ ատամվող է։ Իհարկե այս ոլորտի իսկապես ատամվող է։ Ստաբիլ ինչ ես կարելի ասել, ամսվա վերջի որ ղեկավարությունը քեզ վճարի աշխատող, հաստատ իմանաս այդ օրն ստեղա քարտի, այստեղ ոնց որ այցելուներն են գալի, բլոգի համագործակցությունները մի ամիս ստարտափում է գրքիդ մի ամիս անհետանում են այդ մարդիկ։ Շատ չի։ Ինչ ես կարծում, ինչ ռեսուրսներ է քեզ պետք, որպեսզի դու ունենաս որ 200,000 դրամի աշխատավարձը,
որ շարունակաբար։ Ավելի ճանաչում եմ այդ կազմածքից, այսինքն ավելի շատ մարդիկ ճանաչեն ինձ որպես հոգեբան, ճանաչեն որպես բլոգեր, ճանաչեն որպես ինֆլուենսեր, էլի նկատի ունեմ, եւ ճանաչեն որպես գրքի հեղինակ, որտեղ գրքի վաճառքն էլ ինքը հանդիսանում ուսում եւ Գուցե ճանաչում է, շատ լավ ճանաչումը ունեցար, էլ ինչ կարող են քեզ պետք լինի, այսինքն եթե դու ունեցար այդ ճանաչումը, արդյոք դու օրինակ, չգիտեմ, այդ հայտերին պատրաստ ես ամբողջությամբ մարդիկ եկան, հա, դու պատրաստ ես սպասարկել իրանց, այստեղ կարող է վախեր լինի, հա, արդյոք այսքան մարդ եկա, ես իրանց կարող եմ սպասարկել, թե չէ, Ող չէ, բայց այս հարցը առաջացավ արդյոք կարող է, որտեղ հետը բաղ շատ ռեսուրս տանող, որտեղ նամակների ամեն մեկի նամակը երկար տանը, ես միջև հասնողներան որ այցելի ադարում, որ երկար ճանապարհա, այդ է ժամանակատարը, բայց օրինակ կարծում եմ, որ արդեն հիմա այս փուլում, որ երեխան մեծացել է արդեն կարող եմ դիտարկել նաև մանկապարտեզները, ստացվում է, որ եթե ստացվի, ես էլ կարող եմ երեխային մանկապարտեզի հաշվիցել եւ ցերեկը որոշակի ժամային բանները ազատվում, որոնք դրանով են աշխատում։ Ուտասում որ կա շատ լավ։ Նայ, եկան մարդիկ, հա, այս ինչքան թվով մարդիկ եկան, ու դու պետքա իրանց սպասարկես, չէ՞։ Քեզ էլ ինչա պետք, հա, որպեսզի դու այդ շեմդ հասնես։ Նայ, օրինակ եկել է 10 մարդ, հա, կարող է պետքա քեզ բարձրացնել, օրինակ գումարի շեմը, որը դու վերցնում ես մարդկանց 10-ից աշխատել եմ, օրինակ, ոչ թե 15-20-ից։ Ահա։ Չէ, գումարի շեմը բարձրացնել չեմ մտածում, որովհետև մահարվան է։ Ոչ մարդ չլի է, ոչ եմ թանկա, բայց մտածում եմ հարմար։ Շատ դու մտածում ես, որ այդ շեմը պետքա մնա։ Այսպես հիմա մոտավոր քանի այցելի դու կարող ես սպասարկել մեկ ամսվա կտրվածքով, որպեսզի դու հասնես այդ պատկերացրած գումարը։ Ես հաշվում եմ, որ աշխատանքային օրերին մի այցելիներ ամեն աշխատանքային օր մեկ այցելի։ Կամ օրինակ ամեն շաբաթվա այդ աշխատանքային օրերից 5-ից 2-3 լինի այցելի այդ այցելը Հստակ օրեր աշխատես։ Այսինքն աշխատանքային օրերին որ մտածում ես 3 օրը, օրինակ չինեմ, երկու շաբաթ աշխատանքային օրը, օրինակ առավոտվա ժամին, որ կարող է երեխային պատասխան կարող ընդհանրից նայ, ես կարող եմ այդ շաբաթը 3 օրը 2 ժամ դրամադրել այցելուի աշխատանքին։ Լավ, սովորաբար ջանքերն 12 առավոտը։ Մեկ ամսվա 12 այցելի։ Դեպի կենի մարս։ Նայ, որպեսզի դու ունենաս այդ 12 այցելուն, ու այդ այցելուները լինեն ստաբիլ, այդ պետքա իսկապես լինի այցելուների շատ հոսք, ավելի շատ մարդիկ պետքա իմանան քո մասին, այսինքն այս աշխատանքը նաև պահանջում է ներդրումներ, հա, որ դու ներդնես ինչ-որ ռեսուրս, որպեսզի այդ այցելուների, այդ մարդկանց հոսքը գա ու օրինակ, եթե 12 այցելու ամսեկան, հա, մեզ պետքա դրա համար օրինակ մոտ 30-ից 40 մարդ ամսեկան, ով հետաքրքրված է մեր այցելու մեր ծառայությամբ։ Եթե ոչ, պետք է նայես ովքից ինչ ուրիշ այլ տարբերակներ կա քեզ մոտ, որ դու կարողանաս այդ մաքսիմալ եթե կենտրոնանում մենակ այցելիով նկարաշրջել։ Օրինակ դառնան, որ դրանք էս քանակի այցելուների պլյուս գրքի վաճառքների պլյուս որպես համագործակցություններ այդտեղ էլի sense ինչ-որ տարբեր տեղերից վազերի դառնում է շարդա։ Հիմա պատկերացրու դու ունես ասիր 200,000 քեզ անհրաժեշտ 200-300, արի տնեք 250,000 դրամ, ու պատկերացրա, հիմա ես քեզ տալիս եմ այդ 250,000 դրամը, մեկ ամիս, հիմա ես քեզ տալիս եմ,
կարող ես պատկերացնել, կարող ես ուղղակի տենց պատկերացրի, որ ես քեզ տվել եմ այդ 250,000 դրամը, սենց արձեղը, հա, տալիս եմ այդ գումարը քեզ, ու ինչ ես զգում դու մարմնում, երբ որ դու այդ գումարը տեսնում ես։ Ոյ հաջելի աշխատել, գումարն ես լուսավոր է։ Հիմա աչքից փոքր, բայց մի հատ ամենից կարող եմ արագ գնամ գալ, արագ ասեմ, որ էլի կփակեմ, երբ որ առաջին անգամ ես ու ֆինանսների աշխատում էինք, այդ ժամանակ երբ որ արձեղի գումար էինք ասել, չգիտեմ դու հիշես, թե չէ, դե անցած տարի էր այնտեղ, այդ գումարը արդեն հիշում ես չէի ուզում վերցնել, մտածում եմ, որ այդ վերցնելը ինչ-որ վատ ամոթ բան է, հիմա լավ տեսա, լուսավորել ես, մի տարվա մեջ շատ լավ, դեր հիմա 250,000 տվեցի քեզ, ու պատկերացրա, որ ևս 250,000 տալի, ու ևս 250,000 տալիս, այսինքն 3 ամիս արդեն ունես 250,000 դրամ, բայց այդ գումարը պետքա դու սպառես քո կարիքների վրա, հա, դու պետքա իրան ծախսես, դու չես հավատում, ինչ ես ծախսում, ինչ է վերջին կոպեկը, ինչի վրա ես ծախսում այդ գումարը, մարդիկ ովքեր որ նայում են ինձ, հիմա կարող նույնը անեն, նույն վարժությունը տեսա, որ շատ ծախսում եմ, բան Չոր արշավներ բանը տուր են հնարավորատից կարիս իմանջենց ինչքան ու ծախսեցիր տուրերի վրա ունակ մի 100,000 ծախսեցի շապատ կերիվս թատվում որ 100,000-ը ծախսեցի դեր աղագին մնաց դրա մեջ չի մտնում լույսի վարձը բնակարանի վարձը չգիտեմ ավտոմեքենայի բենզինի գումար շատ պետք է ծախսես ցանկությունների Չի հետ եմ ծախսում, լավ տեղեր ենք գնում միասին, հավաս բաներ ենք ուտում։ Okay, այս ծախսանում դու քեզ համար, այդ շաբաթ կիրակիների հավես տեղեր գնալը դա ինձ համար այդ շատ հավես էր։ Էլի, այդքանը ոնց որ չլրացա։ Չլրացա, չանեմ ես էսի շորտներ եմ։ Okay, էլի։ Խնամք, ինչ ինչ կարող ես անել ես։ Վերջերս որոշում խնամքս կչացրել եմ, որպես տենց սալոնային ծախսերը, չեմ ուզում դա ավելացնել, տենց ծախսի համար չի որ կչացրել եմ, զուտ հոգեվիճակային, դրա համար զուտ ինչ-որ խնամքի միջոցներ, որ այսինքն իրոք ինչի համար ես պակասացրել խնամքը։ Մի ձև չուզեցա այն առաջատես եղունգներս ազնիվ ես պատը Ազնիվ ոչ թե գումար էկոնոմիաների համար, այլ ուղղակի չուզեցա ես շիրակ ունենամ, չուզեցա ամեն շաբաթ այդ խարոֆեն մազեցնեմ, 1000 տարիվեց եղի արդեն ուզեցի տեղից փոփոխություն, մի խոսքով, հիմա բանի պենսիոններ չեմ այցելել, շուշ Պենց ինձ հարմար է, էլի, այսինքն եթե հենց հիմա ասես 1 միլիոն եմ տալի, հետ դրա վրա չեմ ներդվի հաստատել, ինչի համար դներ։ Օրինակ ուզում եմ մասաժի գնամ, այդ կավելացնում, այդ իքսի հավաքին, այդ հավես։ Հենա ինտեղ ինչքան գումար մնաց ու էլ ինչ։ Չմնաց, ծախսեցի, Ինչ է մնացել է։ Չմնաց։ Ինչ է սա։ Այդ դուն չի գնալիս, սա բարեց։ Всё, դե քեզ ավելացնում ենք եւս 500,000 դրամ։ Մերսի։ Գոհ, չի գալիս տագնապներ, որ օրինակ այն առաջի ֆինանսական աշխատանքին եկել է, Ինչ է գալիս։ Անցուտ հաճելի է, որ ավելի շատ գումար ունեմ, դա սիչվեցնում, այսինքն ինչ զգացողություն է, քանի որ մենք առաջ ունեցել ենք այդ ոնց ես գիտեմ այդ զգացողությունը, երբ որ մտածում դրան արժանի չեմ, դա ինչ շատ է, այս սրանք չի գալիս անգամ։ Տեսնելի եմ հանգիստ եմ, 500,000 ունեմ այդքան է կծախսեմ այդ Ինչ է սա։ Ինչ է սա։ Լենայի Ավել, ինչ օրինակ ուսման վրա այդ կներդրեմ, հիմա որ ասեցիր ավել, հիմա շատ է գալիս գովազդես ինչ-որ դրսից եկած մասնագետների մեկ օրյա տրեյնինգներ, բաց, այդ տարբեր մասնագիտական, այո դրանք օրինակ ուսում են գնամ, բայց այդ Շնեմ մի հատ նայի, որ դու ռիսկով տալիս ես այդ գումարը ու գնում ես այդ ծախսությունից ես օգտվում։ Պատկերացրու, որ այդ ամիջը թողնում ես, նենց կարծես թե դու ունես այդ գումարը, որը քեզ վաղը գալու է։
զգա մարմնում զգացողությունները ու պահպանի։ Խորշունչ, արտաշունչ։ Ես խնդրում եմ իմ մարմնին պահպանել իմ նոր զգացողությունները։ Դրանք ինձ ապահովում։ Հիմա նայ այն տաթևին, ով այդ ամեն ինչի անում է։ Ինչ ունի ինքը, որ ինքնա տաթևը չունի։ Եկավ առաջին ինքնավստահությունը չկա հաշվի։ Okay, որտեղ ինձ եկավ տաթևն այդ ինքնավստահությունը։ Գումարը տվեց իրան այդ ինքնավստահություն, թե ուրիշ բան։ Տես, ես ասեմ ինչ տեսա, դու ասա ինչ տեսեր։ Հիմա ասես նայում դիմանցս նա այն միշտ տաթևը, այդ որը 500,000 ունի, իսեր բարություն որոտ են ծախսելա, ինքը սենց ոնց են լույսի մեջ լինի, ու սենց ամեն ինչը իրան սենց բրբաց այն սենց ոնց որ անկապան ստասենց չներխվի, որ մտածի այ սանի, թե վաբշա ծուսներ հանելա, այ էդի եմ տեսնում, ես մեկը սենց մի քիչ խեղճացած է, Ոնց եկան։ It's all ձերքեր գումարը կա։ Գումարը տվեց այդ ինքնավստահություն, թե այլ բան։ Ես պայմաններ գտեմ, տեսնում եմ լուսավոր գումարը։ Իսկ հիմա նայ քո ներսը։ Աչքերը փակել ու դու նայում ես քո ներսը։ Ինչը տվեց քեզ այդ վստահությունը։ Ինչ տվեց։ Ինքը կարա խոսք լինի, ինքը կարա, չգիտեմ, մի հատ միտք լինի, ինչը։ Կարողացա աշխատել։ Ստացվեց է։ Իսկ ով էր քեզ ասել, որ դու չես կարող աշխատել այդ մտքերը։ Ով էր քեզ, որտեղից քեզ է եկել, որ դու ինչ-որ բան չես կարող հնարպես արտասանել։ Գիտես ինչ եկավ, որ ես միշտ շատ աշխատասեր ու մեղացի ճոշամակերկից, միշտ, ես եկել չեմ եղել պարապի, չէ, որ սենց ճոշման չեմ եղել օրվա մեջ, ամբողջ օրը սնդիշոր բաղցել եմ, բայց ես դրա համար երբեք չեմ մտածել, այ հենց հիմա ասի ասեմ, մամայից ձայնը եկավ, որ ոնց որ Ты сիրով անես, էլի, այդ ոնց որ գումարի շահ ես հետո տունտում, այդ ինչ սենց դու դեց վաղմարդ ես, դեց կարճ տես չի ասել, էլի, իհարկե, բայց ես կարճ ձևակերպ այս, լավ չի, էլի, շահ հետա տնտել, էլի։ Իսկ որտեղ եք մտածել, որ դու շահ ես հետ անել։ Որտեղ եք միտք, որ ես ինչ բանի որ անես, ուրեմն շահ ես հետ անել։ Այսինքն ինքը նկատի ուներ, որ պետք է աշխատել, որ մասը չմտածել, այսինքն աշխատել ու դրա համար գումար չվերցնել։ Հա դաժե հենց մեկն ես ինչ եկա, որ ես ուզում եմ գումարական, էլի ես ասում եմ, որ չէ, ոնց ես սիրով եմ անել։ Հա, ասա ես սիրով եմ արել, դրա համար վերցնում եմ դրա համար գումար։ Այդ գումարը իմ ծախսած ժամանակի համար եմ վերցնում, բայց ես անում եմ այդ աշխատանքը սիրով։ Սկավա։ Ինչա չհամոզեցի ինձ որ։ Հիմա նայ, որ այդ մտքերը դու հիմա մամայի մտքեր չէ, այդ ամեն ինչը։ Հիմա ասում ես մամային տեսնում ես քո առաջ, շնորհակալություն ես հայտնում, ասում ես ես շնորհակալ եմ, որ ես քո աղջիկն եմ, որ դու ինձ գիտելիքներ ես տվել, ես քեզ սիրում եմ, ես քեզ ընդունում եմ։ Ու ես ընտրում եմ ապրել այս կյանքը իմ ձևով։ Դրանք այդ մտքերը քեզ համար կարևոր էին, որպեսզի դու շարունակես ապրել։ Իսկ ես կարծում եմ, որ ինձ համար կարևոր է այն ինչը, որ ես եմ մտածում։ Այսինքն այն դարում կարևոր էր այն ապրելու համար, հա կարևոր էր հավատալ նրան, որ պետք է ինչ-որ բան անես ու դրա համար ամաչ ես գումար վերցնելուց կամ չվերցնես գումար, ուղղակի սուտ սիրով անես։ Հա, իսկ այս դարում, որպեսզի ապրես, գնաս առաջ, կարևոր է, որ դու վերցնես քո աշխատանքի դիմաց գումար։ Շատ ցանկալի է համարժեք գումար, որպեսզի կարողանաս այն էներգիան ապահովես, հա, այդ բալանսը պահես, որովհետև եթե մենք ուզում ենք մյուս մարդկանց լավություն անել, օգտակար լինել, մենք պետք է նախ եւ առաջ օգտակար լինենք ինքներս մեզ, որպեսզի ավելի շատ մարդկանց կարողանանք օգտակար լինել, չէ՞։
Հիմա այդ ամենը մամային բացատրեցի ու ասեցի հիմա ես ընտրում եմ ապրել իմ կանոններով, ես ընտրում եմ գնալ իմ ճանապարհով, որովհետև իմ վիժովանիայի համար, ինչ է դարել, գոյատևման համար այդ է պետք հիմա։ Բայց ես քեզ սիրում եմ, ես քեզ ընդունում եմ, ու այդ իմ որոշումը ընդհանրապես կապ չունի դրա հետ։ Շատ լավ։ Խորշուն, ճարտաշունչ։ Նորից խորշունչ։ Հիմա պատկերացրես, թե ոնց է մամայի մտքերը, սենց ամպիկների տեսքով, չգիտեմ, թղթիկների տեսքով, ինչ-որ բանի տեսքով դուրս գալիս քո մալից, ու այդ տեղը լցվում է քո մտքերով, քո համոզմունքով, հա, որ ամեն ինչ կարելի է ու կլինի քեզ համար ամենալավ ձևով։ Եվ մասում, որ շնորհակալ ենք դենյալ որոշույթ աշխատի, ուժունիա ընտանիքում կայվում տեղը, ինչ-որ բացել ոնց մամայից եք եկել եք ստացել։ Երևի ես եմ դրանց հասկացել, որ եթե ինքը սկսեց աշխատել, դե ոչ չեն աշխատում, էլի, ոնց որ ինքը այդ երբ որ սկսեց աշխատել տանը, ավելի իր ծրկայում դիրքը, իհարկե անհամեմատելի է, ոնց որ ես չեմ ասում, որ աշխատանք դիգում տանտղան մարդ է, ուղղակի որ աշխատել, ինձ հաճելի բան լինեց ասել, Շատ իմանայի պատկերացրա ինչև էր մալը հայտնվելը, այն ինչ որ կա, ինչպես ես, ոնց ես դու անում, որ քեզ հաճելի։ Այն ինչ, նայ, հիմա դու անում ես լիքը բաներ, որ քեզ հաճելի է, այն ինչ կարող ես քեզ դուր տալ, առանց դեռևս այդ գումարը աշխատել։ Այդ ինչ կարող ես քեզ դուր տալ, դեպս փոքր բան։ Տես, փոքր բաներ, որոնք առանց գումարն աշխատելու են, հիմա շատ արդեն մցնելի մավորյա, այսինքն միշտ ինչ-որ բաներ անում են, փոխում են, շատացնում են, այդ են ամենափոքր բաներն են, ու կարող են առանց գումարի լանցուկ տա, թեպոս իր սուրճը աղավոտը խմի իր սիրած ձև, որն է իսնում, անգողնություն է, այդ են ինձ ավելի հաճելի ակտամություն հնարմիրասեն եմ կստատոս պաշտում կամ առավոտը չիայով չունեմ։ Հա, այդ արտեսանում ես, այն ինչ կարող ես անել։ Կամ դրանք ամեն ստաբիլ իրաներ։ Հա, դրանք ստաբիլ անում ես, այդ ինչ կարող ես։ Ինչ կարող եմ անել, ու հիմա մի քիչ բարդ է, որտեղ երեխան փոքրավոտ անում է, էլի, որ ես արդեն իսկ մաքսիմալ այդ իմ ժամանակից սպան, վերցնում եմ, էլի, այն չգիտեմ, դրանից ավել չեմ պատկերացնում։ Ես արդեն մաքսիմալ ժամանակը բաշխում եմ, էլի, րոպե։ Այսպես չկա իսպանի չորվանով պետք անես։ Բայց իսպանից են գետին եմ հասել, որ դե ասում չի, անցած տարի մենք որ ֆինանսները սանում էինք, այս չկար այս ամեն ինչ, ես մի տարվա մեր աշխատելուց հետոյի հաջողություններն, այ դե
որ մի տարի առաջ հանեցայնապրինք այդ հայտարարի վիճակերն ես եւ իմ ֆինանսները հիմա այս մի տարի այդ մեր աշխատելուց սկսել են ինչ բաներ բացվել, այսինքն ես այս մի տարվա մեջ աշխատելով եմ մեր աշխատանքից հետոյի պատողներով եմ էլի հասել այս կետին, դες այդ հարցից արդեն հիմա այդ որի օրվա մեջ տեղավորեմ, հիմա կարող ասեմ, որ այս վիճակում եմ ոչ ստաբիլ ու կայուն ու քիչ եկամ մտողել, ես դրանից մաքսիմալը ստանում եմ ինձ հաճելի աների մասին փոխանցելու, խնամելու, ուրախացնելու համար։ Դարձին ես մի տարվա մեջ շատ լավ հասել եմ, շատ բան։ Հիմա նայի այն դաթևը, հա, որ արդեն հասավ է ապետի, ուներ ինքնապստավություն, հա, այն իջում է։ 5 ամիս շարունակ, այսինքն այս դաթևը սրանից 6 ամիս հետո ինչ ուներ այդ դաթևը, որ չունի այս դաթևը, ինչա այն դաթևը, որ տալիս այս դաթևին անել, որ հասնի իրաց հավատա, որ դուք հասնես այդ ամենին։ Ինչ-որ կոնկրետ խորհուրդներ, բացի հավատալը, այս ինչ արա ունեղ չգիտեմ շարունակես ու հավատա։ Պետք է շարունակես անել, այն ինչ որ անում ես։ Այդ անբերական բաներ չկան։ Շատ լավ։ Դե ասում որ ստացվում է չես ապագայում տեսնես։ Այդ այնքան բան է տալիս դու գիտես որ կարող լինի, այդ արդեն բան է, plus ոլորտների հետ աշխատանքներն որ ինձ պահալի, որ ապագայում տեսնում ես ինչ կարող լինի, այդ բանը անում որ դες որ կարես ասել հնարավոր է։ Մեծ ուժը։ Նույնպես աշխատել եմ զորավարս։ Asta Eric ստացվի։ Դե մեկ դին ոսմս դատեսնես, բայց ապագան ոչ չանա գալիս, հաստատի չփոխեցի փոխածը չեմ դիտելու։ Հիմա որտես եմ կարող աշխատել, ավելի ստամ։ Շատ լավ։ Շատ լավ։ Նա կարող սպասի դեր ինֆրացիաից ես թողել ես։ Սկացություն դրապես։ Ոնց ես։ Լավ, հոմովս է դրանցին կորանքներից։ Ես խնդրում եմ իմ արմին պահպանել իր նոր զգացողություն։ Դրանք ինձ Փողերս ձեռքս սա որ ոնց հաճելի։ Ոչ, ինչ ապա։ Ձեռքս մեջ երկական հավատաս, սա որ փողերը վերջնեն։ Շատ լավ։ Մենք վերջացրեցինք մեր աշխատանքը, չկանենք որ աստողեր, դեպքեր ու նաև ասենց որ ավեցին հաճելի է հասկանալ, որ այս մի տարվա մեջ աշխատանք այդ օրինակ մենք ասել այդ դուս մարդկանց ովքեր քեսոնից կայով չեն ծանոթ չեն մանրամասն, որ այդ աշխատանքի արդյունքը վարկյանում չի լինում, այսինքն ֆինանսից դուրս չեմ բացել դուրս կամ ու այդ 500,000 դեպք հասնի, բայց այդ ժամանակի հետ sense կապացնող դու ես նկատում ոնց մտածել կերպից մի բանը փոխված է, ու դու ես զգում ոնց արդեն ամեն ինչ ուրիշ է գնում, այ հենց հիմա էլ օրինակով ունեմ, ես երբ որ գիտակցեցի, որ մի տարի առաջ մենք նմանատիպ աշխատանք ունեցել ենք ֆինանսների ու ին վիճակը ինչ է, հիմա հասկանում եմ, որ այս մի տարի ինքը ճանապարհ ա եղել, որ ես կողոց չեմ նստել ու գիտակցի ամեն րոպե այ փոխվեց, բայց այ հենց հիմա հասկացա, որ ինչքան բան ա փոխվել։ Այդ սա օֆիսոմատիկայի հետաքրքիր է, որ մի վարկյանում չի որ sense ամբողջ աշխարհը բառаж փոխվում է, բայց մեկ է մի օր sense գիտակցում ես, որ արդեն ինքը բանի ես հասել։ Դու էլ առաջվա պես չես մտածում, դու էլ առաջվա նման հարցին չես նայում, դու էլ առաջվա խնդիր չես տեսնում։ Այդ ոնց որ բայց առներով ես ապրում, քեզ թվում է նույնն է եղավ, այդ անիմաստների աշխատանքը բան։ Մեկ է դիտես պահի տակ ես հասկանում, որ չի, ես էլ այս նույն հարցի մեջ էլի եղավ ու ես ինքնից չմտածեցի, այդպես պահա գալիս, որ այդ ժամանակ ես հետքին։ Հիմա ես ինձ հասկացա, որ մի տարի առաջ ահա որ ֆինանսական խնդիրները ահագին ես ընդունեցի մեծ գումարը։ Սկզբում ես մեծը չէ, փոքրներ չէ վերցնել մի տարի։
ապրես։ Ես շատերի հետ եմ աշխատում, պատկերացրա բոլոր ինֆորմացիա չեմ կարող, չէ՞, բայց իրականում հա, այդպես է, մարդը վախենում է, ես այդ գումարից չէ, բայց մի փոքր երբ որ ավելացներ գումարը, շատ ստրես էի տանում, հետո ինձ մոտ եկավ միտք, որ ես այ որ շատ գումար ունենամ, ինչ եմ անել, հա, այդ մոտ եթե չեմ սխալվում, 70 միլիոն դրամի մասներ, ոսկե ես ինչ եմ անել այդ գումարը որ շատանա, ես հիշեցի, որ նորության տարիներին երազանք ունեի, որ մարդիկ երեխեքին եմ օգնել, մանկածներն եմ օգնելու, չգիտեմ, երբ որ ես ունենամ արդեն ապահովված լինեմ, չգիտեմ, տուն ունենամ, ամեն ինչ ունենամ, ես այդ գումարը օգնել եմ մյուս մարդկանց։ Ու այդ ժամանակ այդ միտքը որ եկավ, ես ինձ հանգստություն տիրեց իմ ներսում, այդ վրագիցկան եգրեսիվ սարցի հանգստություն տիրեց իմ ներսում, ինձ այն միտքից, որ ես հետո այդ գումարը տալու եմ, էլի։ Բայց այդպես որ հիմա ասացի, ես հասկացա, որ օրինակ գումարի չափը ինչքան է շատ ասեցին ստագնակ չկա, բայց օրինակ գիտես ինչի ստագնակ տվեց, հենց նոր է որ հասկացա, որ օրինակ եմ եթե աշխատեն չգիտեմ 1 միլիոն 1.5 միլիոն դրամ ամիսը, օրինակ, այդ գումարը տագնապով չեմ վերցնում, բայց այդ տագնապեկով թե ինչքան պիտի աշխատեմ, այսինքն ֆիզիկապես չարչարանքի մասը, այդ ինձ տագնապ տվեց, այդ ինձ ուժեղ տագնապ որ հասկացա, որ ես դրամը պիտի շատ չչանվեմ, բայց իմ ողջամից մասը կամ աշխատանքի բայց պատրաստ ես այդ աշխատանքը տագնապ տվեց։ Ես հասկացա։ Ինչի։ Որտեղ իմ համար օրինակ այդ մամաս աշխատող ինքը շատ ժամով շատ աշխատել, այս ինքնարարության շուտ դուրս էր գալիս է երեկոյան շատ ուշ ու իմ համար հենց իմ համար բան աշխատանք բառը, որ ասենք ինձ պետք է ասենք թողես ամեն ինչ տուն երեխա։ Բայց մանայի արգելանք ու իր աշխատանքը հաստատ նույնը չի։ Հա, բայց դες եկավ այդ տագնապը, հիմա որ սենց հատել այդ տագնապը, ո՞ր է մամայի։ Երևի տագնապը որպես երեխա, որ ես մամային ուզում եմ ավելի շատ տեսնել տանը։ Ու ես մամային որոշել եմ, որ օրինակ մարդը աշխատում է, ու դենց գնա կորի։ Այդ որոշումը այդ մտքերն են, այդ վախերն են, կան այդպես։ Հիմա հասկացա ինչպես կարող ենք դրա հետ աշխատել։ Նայ, այդ քո մտքերն է այդ աշխատանքի հետ կապված, բայց դա արդյոք համապատասխանում է իրականությանը, ռեալ է, որ քո կյանքում էլ այդ նույնը լինելու ինչ որ ընդեղ է։ Ոյ դե չէ, այդպես եկա, որ նայ, հիմա ոնց որ ես մի քիչ գումարի մեջ, ես ոնց որ sense կոմֆորտաբլ, հա, այսքան ժամ շաբաթը մի օր չէ, եւ այլ, շաբաթը 2 օր, ես էլ երեխեքի հետ, բայց հիմա այդ մեծ գումարը որ ես շատ աշխատել եմ, ես արդեն չգիտեմ, ես կարամ այդ վերահսկեմ, որ այդ Ո՞ր մասին ես դու մտածում քո թե երեխաների աչքերով նայումս քեզ Երեխեքն են, հա, որ ես մտածում եմ, որ ահա ես իրանցից շատ կտրնեմ, ոնց որ իրանք նայում են ինձ, որ սենց ուզում են մի բան անել, ոնց ես ասում չի գործում կամանել, ուտեղ դու դառնում ես երեխա ու հիշում ես այն պատմությունը, որ մամայից միջև, իսկ հիմա նայի, որ դու ուրիշ ես, դու ես ստեղ մաման ու քո երեխեքներ են ուրիշ։ Ոնց է փոխվում իրավիճակը քո աչքերում, երբ որ դու նայում ես, որ դու մաման ես, իրանք երեխեքն, դու կարաս այդ ամեն ինչը կազմակերպես տենց, որ երեխեքը գոհ լինեն։ Նայ, երեխեքին պետք չի ամեն օր այդ ժամանակը տա, դու կարաս իրանց ամեն օր ամբողջ օր իրանց կողքը լինես, դու կարաս իրանց կողքը լինես, չգիտեմ, կես ժամ, բայց ամբողջությամբ իրանց հետ լինես, ու անես այն ինչ որ իրանք են ուզում, այսինքն գնալով երեխաները երբ որ մեծանում են, իրանք ավելի շատ են ուզում, որ իրանք առանձին լինեն։ Այսինքն ավելի քիչ են զգում քո կարիքը։ Այսինքն լրիվ ռեալ է, որ դու օրվա մեջ ինչ-որ ժամանակ իրանց տրամադրելով այդ պահանջը կարող ես լրացնել։ Իսկ որ ասացի, տավաս ամեն ինչ համաձայն բաշտա, այդ աղջիկս ոնց որ հայլային ինձ տայք ինձ հուսում։ Ոնց է իրան ողջություն են ինչ-որ հայլային Որ ինքս հայլային նվաստացել ու իրային ընդոսիչս Այսինքն դու քո վախերը տեսնես իրա մեջ։ Հա, հիմա նայ ինքը ինչ անում է, ինքը ստոնանա, դու տանձրես։ Հիմա նայի,
ինքը սոնաներ, դու տաթևն էի, հիմա փողվում է։ Ինքը դառնում է տաթևը, դու դառնում ես սոնա։ Սոնա, հիմա դու սոնան ես, այս բան դու սոնան ես։ Մաման կարա գնա աշխատի։ Սոնա։ Ինչքան կարա մաման աշխատի, պետք է քեզ որ ամբողջ օրը մաման կողք։ Պետք է շատ ես ու մամայի կարիք։ Խոսում եմ ոստեջ։ Ավելի լավ մաման աշխատի, հավես կողքին։ Շատ շատ տաթև։ Աբուս ես ժամանակ հավես մանես չի։ Շատ դու տաթև ես։ Դերսվում են քեզանից սոնայները։ Ոնց ես։ Ոնց է դավայած քույր ուրիշ դարձա։ Այդ երևի պատասխաններ որ հետո մենք միասին ուսուցել ենք գումարով, լավ տարել գնանք ճամփորդել, ինքը հասկացա թե չէ այդ ամեն ինչը։ գոհես Չէի հասկացել։ Կարող չէի հասկացել ու նաև չեկել արել, որտեղ այն ժամանակ ուրիշ էր, չէ՞, մարդիկ ուղղակի ժամանակ աշխատում էին, Արսեր ու ներկայացիլը տենց չէ, ասա մի բան նայում ես ինտերնետում կարաս գնաս սիրած երկիչի համար հասնացես Վրաստան, ես ասում եմ ժամանակ տենց իրականությունը չկար, հա։ Ու մարդիկ համեղ չէին անում, չգիտեին, չէին մտածում, աշխատում են, որպեսզի ուղղակի պահեն ընտանիք, այսինքն դժվար ժամանակներ ա եղել, ամենայն։ Հա։ Որտեղ որ ասեմ մաման տենց իր աշխատոցը փոխել ամես չի կտել, մի քիչ սուտ կլինի էլի, բայց այդ ոնց որ ես կոնկրետ չեմ ծախսել ինչ-որ հավես բանի վրա, որ ես երևի կասկայի որպես հավես։ Հա։ Ես կարամ հավես բանի վրա ծախսել։ Հիմա որոշում ճարտաշնորհ այդ կասկածները, մտքերը, վախերը բոլորը դուրս ես տանում։ Տեսնում ես դրանք ուր են գնում էին ընդհանրապես բանական։ Որոշում ճարտաշնորհ։ Ինչ Սմոխրագում զխրպես դիսվարդը։ Ой, կան ինչի ալպաշ, ինչ դուրս կան։ Հիմա էլ եք կուրախն այն։ Արդեն իրանք հասկացել հավես աղում շատ բաժատի դրանք կշահեն։ Ու ես նաև հասկացա, որ շատ աշխատելը ամենտեղ ասեմ, որ հասկացա, որ ես կարող ֆիզիկապես շատ աշխատեմ այդ օրվա մեջ ամբողջ ժամը ես զբաղված չէ, բայց միշտ պատրաստեմ, իրանց լսեմ, որոշենք ինչ-որ արսին։ Դու ուրիշ մարդների դուրս ես, ես կարամ ուրիշ են, դու ուրիշ դու այլ մամա ես, դու նույնը չես, ինչ-որ հա մամա կամ ուրիշ մյուսները, իսկն համեմատել ես, թե ամեն ձևով հասկացա, դեպք չի, չեմ հերբանայել, խուցես եթե անգամ ֆիզիկապես այդ օրը շատ աշխատում։ Հա, ես որ ինչպես դրանասում պահվել եմ, իսկապես վախ վատ մամա լինելուց, հա։ Իրականում դրանք զուտ վախեր են, դրանք իրականության ոչ մի կապ չունեն։ Շատ լավ պահպանեց դրական զգացողությունը։ Հիմա վերցրա այդ քեզ այդ մեկ ֆեստիվալը։ Ոնց ես։ Պահպանեց հակոս։ Ինձ կարելի է հանգիստ լինել, ես ինձ թույլատրում եմ լինել հանգիստ։ Ու այսպես նոմրերը ֆիքսել են ուրախ, դրանց էլ հանգստանում եմ, որ իրանք ես պատմություն էլ շահում եմ։ Очень удобно, բացում ես աչքերը։ Մերսի։ Քիչ ստորում եք կողմից, որ պատկերացից շատ պետք է աշխատեմ։ Ես ասում եմ, որ մարդիկ, ովքեր որ նայում են կամ նայելու են հետո կանեն այս պրակտիկան ու կհասկանան, թե ինչպես դա մոտավորապես տեղի ունենում այս աշխատանքը, այս թերապիան, այսպես ասած, այս քոուչինգը, չգիտեմ ինչ բառով եմ ասում, բայց ասում, որ պետք է մասնագետի հիմա։ Այսինքն իրենք կարող ասեն հասկանան Ամենից մեծ բաներն է դժվար է։ Դուք ինքներդ ինչքան եք որ փորձեք ինչ-որ բաներ անել, դուք ինքներդ ձեզ վիրահատել չեք կարող, իսկ ես մի հատ փոքրիկ
վիրահատություն է, որը մենք անում ենք մեր ներսի ներքին հոգեվիճակի հետ։ Չես ամեն ինչը ոչնելի հետ, բայց իմ հետ լինում է, որ փոքր հարցեր կա, որ ստացվում է, բայց ինչ-որ խորքայք ես ֆինանսականը ես ինքներս չի կարծես։ Հետո այդ ուղեկցությունը մասն եկել ճիշտ է, պետք է հասկանալ, որ կարևորը հոգեվիճակն է, հա, մեր հոգեվիճակը պետք է պատրաստ լինի ստանալու այն գումարները, որոնք մենք ակնկալում ենք, հա, այդ շատ կարևոր է։ Ու երբ որ կգա այդ գումարները, մենք արդեն կկարողանանք, երբ որ մենք պատրաստ ենք գալիս այդ գումարները, ու մենք կկարողանանք իրանց տնօրինել։ Տեսեք, դու կարող ես մեծ թվերի մասին երազել, բայց չկարողանաք այդ ամբողջը տնօրինել ու պատրաստ չլինեք դրան։ Իսկ այդ գումարները չեն գալիս, որտեղ դուք ունեք վախեր, ինչպիսի վախեր, այդ հիմա տեսակ։ Ինչպիսի վախեր մարդը առհասարակ կարող է ունենալ։ Ու դու շատ մեծ բան պատահից չի դել, ինքն պատահից չի։ Ինչ-որ ստից բան է, հա, բայց ինքը աշխատում է։ Ցույց տուր։ Շատ լավ։ Ես քեզ ազատ եմ թողնում, մենք դու անտարես, մեր եթերը ավարտվում է այսօր, սպանենք, ես այնքան հետո հաջողություններով պիտի դե վստահ եմ, որ այդ տարբանի վրա որ Завершить трансляцию, թե պակինոտ։ Բոնա։ Ահա, բայց կարմիր է դիտա։ Մի տարի դու նայ հանկարծ այս չլինի չպատտանվել է։ մարդիկ հետևում են։ Հա։ Վերջում մենակ Լուսինես էր մեր հետ։